Դիրքավորում է ջրի և հողի տարածության տակ ծնվածների համար, դրանք են ձկներ խեցգետին, նաև հող այծեղջյուր և կույս ցուլերի համար մի քիչ բարդ է, որտեղ Վեներան նրա մոլորակը, իրեն հովանավորող մոլորակը գտնվում է անհարմար դիրքերում, նրանք խանդի տեսարաններ, դավաճանություններ, դավադրություններ, սիրահարվելու համար է բարենպաստ, մանավանդ կարիճները դժվար են սիրահարվում, բայց այն կարիճները, որոնք իրենց զգացմունքներում, էմոցիաներում այսպես անկեղծ չեն, նրանք իրենց հարվածը կստանան և ստանում են, իսկ նրանք ովքեր անկեղծ են, հնարավոր է սիրահարվեն, բայց խանդի տեսարաններն կողքից այսպես կլինեն, մանավանդ ջրհոս առյուծ և ցուլ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, ընդհանուր և դրական միտումներ, որ կարող է խորքային խնդիրներ լուծել, կարող է այնպիսի մի հարց լուծվել, որ կյանքում չեն էլ պատկերացնում, կարող է կարճի կենդանակերպի և ձկների կենդանակերպի ազդեցության տակ ծնվածը, կույսը, որ վաղ սիրել չգիտի, կույսը աշխատասեր է, բայց եկեք ու տեսեք, որ նրանք կարող են սիրահարվել և այդ ժամանակահատվածը մինչև նոյեմբերի 30-ն է, բայց սիրելի հետևորդներ ուշադիր եղեք, Մերկուրին մինչև նոյեմբերի 29-ը նահանջում է, իսկ նահանջ Մերկուրի ընթացքում նոր ծանոթություններից մի քիչ զերծ մնացեք, եթե նախկին այդ սիրելին կզանգի, կգրի, այսպես խոստովանություն կամ իր արած չարած այդ վատ միտումների, գործերի, դրանց հետևանքների մասին ուղղակի ձեզանից ներողություն խնդրի, կարող եք ներել, իսկ եթե ոչ սպասեք, թող նոր ծանոթություններ, այսպես երկարացրեք, ժամադրություն թողեք նոյեմբերի 29-30-ից հետո, այսքանը։ Դե եթե մենք ընդհանուր հայտարարի գանք, կարող ենք ասել, որ դավաճանությունները եղել են, կան ու կլինեն։ Անպայման։ Սովորական մեր կյանքում։ Այս ամիս ակտուալ են լինելու, որտեղ մոլորակները գալիս են կարիճի կենդանակերպ։ Միշտ ասում են, որ կարիճի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, այո, իրենք ունեն բարդ բնավորության գծեր, որտեղ Մերկուրին էլ եթե այնտեղ եղավ, որտեղ խոսքը մարդ կա աղեղնավոր է, բայց սուր խոսք ունի։ Դուք իմացեք, ասում եք, հեչ աղեղնավորի նման չի, որտեղ նրա մոտ ծնված պահին Մերկուրին կարիճում են, այսպես սուր կարող է հարվածել եւ այլն։ Եվ անպատեհ ժամանակին կծել։ Մերկուրին կարիճում մարդը կարող է կծել, եթե դրսում չկծեց, ինքը իրեն կարող է կծել, հանգստանալ, բայց ընդհանուր առմամբ սա ինքնամաքրման նշան է, ասում են, որ կարիճ կարող են վերածնվել, ըստ արևելյան փիլիսոփայության, մի քանի անգամ վերածնվեն, որպեսզի ինքնամաքրվեն, կարիճները ծնվում են, որ մաքրեն իրենց գենը, իրենց տոհմի այդ բոլոր բերած չար բացասական գծերը